Մի քանի անգամ գրավադրել է կնոջ զարդերը եւ հագուստը, 8 անգամ գնել ամուսնական մատանին, եղել խաղամոլ։ Սա մեջբերում է ոչ թե Ֆյոդոր Դաստայևսկու գործերից, այլ կյանքից, եւ դեռ ամենը չէ։ Եղել է անսահման խանդոտ, տուն գալով ստուգել է պահարանները, փորձելով գտնել կնոջ գոյություն չունեցող սիրեկաններին։ 17 տարեկանում որբացել է, տառապել էպիլեպսիայով։ Դատապարտվել է մահապատժի Բելինսկու նամակները կարդալու համար, բայց վերջին պահին պատիժը փոխարինվել է 4 տարվա հանրօգուտ աշխատանքով։ Այս ամենին զուգահեռ ստեղծել է հանճարեղ գործեր՝ Ապուշը, Կարամազով եղբայրներ, Ոճիր եւ Պատիժ։ Մարդը Աստծո եւ սատանայի մարտադաշտն է, ասել է նա։ Կանայք Դաստայևսկու կյանքում ունեցել են երկակի դեր, որպես հոգեկան ցավի եւ հոգեվոր փրկության պատճառ։ Անցեք մեր կողքով եւ ներեք մեզ մեր երջանկությունը, գրել է նա։ Առաջին կինը լուրջ հիվանդ էր տուբերկուլյոզով, իսկ Դաստայևսկին կախվածություն ուներ խաղամոլությունից։ Մարիայի մահից հետո Դաստայևսկու հոգեկան վիճակը վատանում է։ Նրա հաջորդ սերը 20 տարով փոքր ուսանողուհի էր, ում հետ վիճում էր, խանդում, եւ չնայած Դաստայևսկին արդեն հայտնի գրող էր, Սուսլովան լքում է նրան։ Հետո գրողը ամուսնանում է 25 տարի փոքր գրաշարուհու հետ, ով խաղաղեցնում է Դաստայևսկուն։ Ես միշտ կցանկանայի նորից նրան ընտրել, ասել է Աննան։ Նրանց 4 երեխայից 2-ը մահանում են մանուկ հասակում։ Դաստայևսկին պարտքերի պատճառով 25 օրում ավարտել է խաղամոլը վեպը։ Փողը նրանով է ստոր ու ատելի, որ նույնիսկ տաղանդ է տալիս, ասել է նա։ Դաստայևսկին մահացել է 60 տարեկանում թոքային տուբերկուլյոզից։ Ես միայն մի բանից եմ վախենում՝ լինել անարժան սեփական տառապանքներիս։